Ողջույն բոլորին։ Սկսում ենք մեր նոր վլոգը, օրը Կիրակի է։ Իսկ դա նշանակում է, որ մեր տան, մեր կենցաղի միակ ազատ օրն է, որտեղ ազատ ենք բոլորս։ Այսինքն, երբ Խորենը չի աշխատում, եւ երեխեքը Արտաշեսը դաս չունի, ես անելիքներ չունեմ, հետեւաբար այսօրը փորձում ենք անցկացնել միասին կամ գնում ենք տատիկ պապիկի տուն, նայած շաբաթ։ Այսօր տնային օր է։ Ֆիքսեց։ Այսօր տնային օր է, մեր պապան դուրս է եկել, մի երկու համով բան առնի, հա, եւ դիսերտ եւ ճաշ, որ միասին ճաշենք, հետո դիսերտ անենք, երեխեքի հետ խաղանք, սրուցենք, ուրախանանք, մի խոսքով դավս։ Մի խոսքով լիահույս եմ, որ Կիրակին կանցնի բարենպաստ։ Չնայած միևնույն է ինձ մոտ շաբաթ է Կիրակի թե չորեքշաբթի, դե ես կարդում եմ, այնտեղ տնային հանձնարարություններին համալսարանում տալիս դրանք պիտի անեմ, այսպես ասած ունեմ պարտականություններ, պարտավորվածություններ, որոնք շաբաթ Կիրակի չեն ճանաչում։ Ինչպես նաև վլոգ մոնտաժել ձեզ համար, հենց հիմա խոհանոցում վլոգը էքսպորտ է լինում, այսինքն ծրագիրը պահպանում է արդեն մշակված մատերիալը։ Այնպես որ կան բաներ, հատկապես մամաների կյանքում, որ շաբաթ Կիրակի չգիտեն։ Բարև, Դավա Արտաշեսը լողացել են, իրենց հիգիենայով զբաղվել են, որովհետև բնականաբար վաղը շաբաթ է սկսում, Արտաշեսը հատկապես հա դպրոցականը, հետևաբար այդ ամեն ինչը եւս այլ ենք, դասեր արել ենք 3, միայն անգլերենն էր մնացել, պապայի հետ այսօր արեցին, անգլերենի պատասխանում պապան է, մնացած բոլոր առարկաներին է ես։ Այն խոսքով, ես գում եմ արդեն աշնան շունչը, ասեմ ձեզ, Դավիթ հաթե եկավ կադրը, Դավը մեկ-մեկ խնդրում եմ, ասում եմ Դավ ջան, որ խոսենք, չգաս, հա, տես կադրի մեջ մտնես խանգարես, բայց ինքը միշտ մի բան պիտի գոնե անի, չի կարում կադրի մեջ չլինի։ Դե բլոգերի երեխա է արդեն, որ ծնված օրից կադր են տեսել, իրանց համար արդեն դա հարազատ մի բան է։ Մի խոսքով ինչ է ասում, զգում եմ արդեն աշնան շունչը, սառնոտ է բավականին, գիշերը դաժե ննջասենյակի պատուհանը փակ եմ պահում, որովհետև լուսադեմին լավ քամի է տենց լինում։ Հիմա էլ որ նայում ես, ոչ շոկ ես զգում, ոչ բան, արդեն այն միջին եղանակն է, որից այս կողմ ամառն է, այս կողմ արդեն աշունն է։ Այդ միջանկյալ գծի վրա էլ սպասում ենք աշնան այսպես ասած իրավասությունների լիրավ կատարմանը։ Շատ խոսեցի, բարի դիտում եմ ձեզ մաղթում, գանձերս։ Խորենը ինչ ա բերնախ ասեմ, որ բերել այն դեսպիսի ծաղիկներ, ինքան հաճելի է, և առանց ծաղիկների ամուսնյակս ծաղիկներ են դնում, սա քյաբաբ է և շաուրմա, մեր ներկայիս սնվելու համար, այստեղ տեսնում եմ հաց, Մամա քաշուսիրած։ Հա, խոսիրած մամա։ Իրախնդիկը։ Եվ տեսնում եմ հավքի, Արտաշեսին վաղվա պիրիկուս։ Խոր իսկ որտեղ է տորտիկը։ Հա, հենա։ Ես բաժնում երեխեքի պատվիրած պոնչիկն է, Խորենի եւ երեխեքի հյութերը եւ իմ ու Խորենի թխվածքը, որովհետեւ այսօր ուզում ենք համով ինչ-որ բանով սուրճ խմել, հիմա կբացեմ ցույց կտամ։ Գելա ուսումնասիրի թե ինչ կա, սիրում ես դու։ Հա, կյանքս։ Ոգևորված է։ Մենակ նայ այդ վերևից չընկնես, խնդրում եմ։ Ինչ ես անում։ Ատան ետոյե։ Տամ անգոստոկ, տամ կոկոկոլա։ Կոկոկոլա։ Պապա, էտ պապա, տատասես, էտ դագո։ Ահա եւ տորտիկները, պտիչիա, ոզնիա չէ կոչվում են մեկը խոր։ Էս էլ Կիևսկի կոչ։ Կիևսկին, կստատի, փոխել են ինչ-որ վրան կարամել կա։ 3 հատ չեմ Բա 3 հատ պետք չի առնել, քո փորը մի քիչ խախուտ է։ Հələ մի հատ նայեք էս կենթանիների ֆոնին ինչքան սիրուն նայվեց իմ գեղեցիկ ծաղիկները։ Բա ոնց չշոյվի սիրտս։ Շատ ուշնա։ Շատ, вообще աշնանային վայբ է տիրում մեր տանը։ Այսպես։ Հրաշք։ Եվ իհարկե սուրճի ժամը եկավ երեխեք ջան։ Այդ հետաքրքիր է փորձեմ էս վրայի կարամելը ինչ որ փոփոխություններ են երևի բաղադրատոմսում արել, շատ հետաքրքիր է։ Ու մի հատ փորձեմ նորից էքսպորտ անեմ վլոգը, որովհետև չոտը չեղավ այն անգամ, ինչ որ աշիպկա տվեց, նորից պիտի անեմ։ Սուրճս վայելեցի երեխեք ջան։ Խորենը ասեց ան մի քիչ պարկեմ, հետո իրար հետ աշնանային շորերը հանենք, ասում խոր դեռ շուտ չի, հանենք, ասում չի արդեն ժամանակն է, դե որ ասում չէ, սենց ասեմ, առավոտները, օրինակ ինչ-որ սառեքամի կա, որ կարելի է մի բան գցել վրատ, բայց դեռևս իմ կարծիքով մի շաբաթ էլ մինիմում կարելի է չհանել այդ շորերը, տեսնենք, ամեն դեպքում հիմա էլ
բավականին զովա եղանակ, այս թվում որ սուտ չասեմ, պլուս 20-23 կդինի ջերմաստիճանը, որպեսզի հասկանաք ու պատկերացնեք։ Ուրեմն սոցհարթակներում այսօր իմ ընկերներից մեկը հոլովակ էր հրապարակել, որտեղ մի կին, ես ճանաչում եմ, շատ ուժեղ ձևի վիրավորել էր մեր բլոգեր աղջիկներից մեկին, իմ անձամբ չեմ ճանաչում, բայց տեսել եմ ռեկերում, ով ունի ֆիզիկական առանձնահատկություն։ Վերջի բառերն էր ասել, ուրեմն այդ կնոջը ժամանակին գիտեմ, որովհետև ինքը ուներ քաստինգ, իսկ ես այն ժամանակ սովորում էի դերասանական ստուդիայում 16 տարեկան կլինեի։ Եվ իմ մոտ գրանցված էի, առիթ ա եղել, այդպես մի քանի ամիս աշխատավարձս չէին տվել, այդպես մասովկաներում էի նկարում, բան կուտակվել է ինչ-որ մի փոքրիկ գումար գնացել էի վերցնելու։ Ու այդ ժամանակ իմ մտքով չէր անցնի, թե ով է իմ դեմը նստած, իմ առաջ նստած, որովհետև կեղծ ժպիտ, խախախիխիներ, բայց հետո տարիներ անց այդ կինը սոցհարթակներում դարձավ իմ որ լավ հեյթերներից մեկը, երբ որ ես նկարում էի հումորային հոլովակներ, սկեսուրներ եւ այլն, բան ինքը անդադ գալիս էր ու շատ ուժեղ ձևի հեյթ էր անում։ Դե ինքը ինձ չի հիշում, 1000 հոգի իր քասինգում եղել է, բայց ես իրան հիշում եմ ու հիշում եմ ինքը ինչպիսին էր ներկայանում եւ փաստորեն ինչպիսի էություն ունի։ Եվ այսօր արդեն այդ աղջկան էր էլի այդպիսի բաներ գրել ու ես իհարկե մտա մեկնաբանություն թողեցի, որպեսզի այդ աղջիկն էլ եթե մտնի կարդա հասկանա, որ ուղղակի գործ ունի մարդկային այն տեսակետ, ով հաճույք հաստանում դիմացինին վիրավորելուց եւ պետք չի շատ սրտին մոտ ընդունել։ Ու դա նորից time story էի անում, այստեղ էլ ուզում եմ ասել, որովհետեւ շատերին կարող է իմ ասածը ինչ-որ մի օգուտ տա։ Երեխեք, միշտ հիշեք, միշտ։ Ես 18 թվից իմ ալիքն եմ բացել եւ շատ տարբեր բաներ են եղել։ Շատ տարբեր մեկնաբանություններ եմ ստացել։ Վիրավորական, զրպարտական, ատելությամբ լի, ծաղրական, անեծքախառը, ամեն ինչ է եղել։ Ու մի բան եմ հասկացել, պայքարել անհայտ մեկի դեմ իմաստ չունի, որտեղ ինքը քեզ գիտի, դու իրան չես տեսնում, չգիտես։ Փորձել ապացուցել, որ դու ճիշտ ես, իմաստ չունի, որովհետև այդ մարդը այդ իրականությունը չի ուզում անցնել եւ ինչքան էլ որ բացատրես, ինքը դա ոչ լսելու է, ոչ հասկանա, ոչ էլ տեսնի։ Տխրել, դեպրեսիաների մեջ հայտնվել, ընկճվել, փորձել եմ, արել եմ, անկախ ինձանից, ու դա երկ չի։ Եկավ մի պահ, որ ես հասկացա, ամենապարզ, ամենակարևորը։ Այն մարդիկ, ովքեր ծաղրում են մեզ, ովքեր կծաղրեն ձեր արտաքինը, ձեր ինչ-որ առանձնահատկությունները, ձեր էմոցիաները կզրոյացնեն եւ միշտ հիշեք երեխեք, իրանք ավտորիտետ չեն։ Մի գալեք իրենց խոսքը որպես ավտորիտետնի խոսք։ Միշտ հիշեք, իրանք այսպես թե այնպես ձեզանից ավելի ցածր են։ Այն մարդը, որ իրեն համարի ավելի գեղեցիկ, կայացած, խելացիկ, երբեք չի գալու ձեզ սկսի փնովել, որ այդ ֆոնին իրան լավ զգա։ Փորձը ցույց է տվել, այն մարդիկ, ովքեր քաշի համար վատ կոմենտ կգրեն, կմտնես ու կտեսնես, որ միանշանակ ինքը ունի ավելորդ քաշ։ Այն մարդով ծուռ ատամների համար քեզ կոմենտ կգրի, իմացի, որ ինքը ատամնաշարի խնդիր ունի։ Դա պրոյեկցիա է կոչվում հոգեբանության մեջ։ Մարդը իր խնդիրը պրոյեկցիա է անում մեկ այլ մարդու վրա։ Եվ այդ ագրեսիան ներքին, որ ինքը ունի, չբավարարված ագրեսիան, ինքը գալիս է ինչ-որ մեկի վրա հանում է, որպեսզի իրան զգա բավարարված։ Всё, սա է ճշմարտությունը։ Դրա համար հիմա ինձ համար վատ մեկնաբանությունները անասելի ավելի թեթև ընկալելի են։ Ես իրենց նայում եմ որպես փաստ, իրականության մասնիկ, բլոգերության աշխատանքի արգասիկ ու 98-9% դեպքերում իրանք ինձ չեն գտնում։ Ես կարող եմ հանգիստ իրանց կողքով անցնել։ Ես աճել հասել եմ դրան, որտեղ միշտ չի դա այդպես եղել։ Բայց ես ահավոր ուրախ եմ, որ գիտակցական մակարդակի վերելքը թույլ է տվել հասկանալ, ընկալել, ինչ որտեղ նաև խղճահարությամբ լցրել այդ մարդկանց հանդեպ։ Համալսարանում հանձնարարել են ինձ, ոչ թե հանձնարարել են, մեր դասի մեջ այդպիսի հատված կար, однократное действие եւ многократное, ու հիմա խորին խնդրել եմ հետս մի քիչ պարապի, որտեղ այնտեղ մի քիչ խառնում եմ այդ ամեն ինչը, կուզեի ավելի լավ իմանալ։
Իդեպ խոր 6-ն է, քանիսին էր մազերը։ 7-ին։ Հա, ինձ թվաց 6-ն էր։ Մազերը պետք է գնակտվի։ Հիմա մի քանի հատ ասա խորս փորձեմ ես։ Դու ասում ես սկզբնական ֆորման այդ однократный, да? Չկա սկզբնական, սկզբնական։ Ուղղակի ռուսերեն տենց հետաքրքիր երևույթ կա, որ բայերը երկու խմբի են, այսինքն ամեն բայից երկու հատ կա։ Ու մեկը ցույց է տալիս, որ գործողությունը մի անգամ է կատարվում, մյուսը որ մեկից Однократное, многократное или совершенный вид. А, это я изучаю. Совершенный. Типа совершенный вид это когда несколько, ну, մեկ անգամ, а? Հա, այդ մեկ անգամ։ Несовершенный, типа неопределённое ինչքան է։ Այսինքն չելը կատարում, ոնց որ հայերում ասում ենք անկատար, ներկա անկատար անցյալ։ Այսինքն որը չի վերջացել գործողություն, չի կատարվել, օրինակ գնում եմ անկատար ներկա, գնում էի անկատար անցյալ, որտեղ անցյալում գործողություն process-ի մեջ է։ Կարա դալի սովորաբար, կալինի հենց շարունակական անցյալ, գնում էի, չէ։ Օրինակ երեք երբ գնում էի դասի, process-ը, բայց դպրոցում ես ամեն օր գնում էի բուֆետ, այդ սովորաբար կատարվող է։ Present continuous։ Հա, դա past simple է անգլերեն։ Այսինքն կամ past continuous եթե Հա, sorry, past continuous։ Ու ռուսերենում են, իսկ կատարյալը հայերեն օրինակ ասում եմ գնացի գործողություն կատարվեց, այդ совершенный видно։ Ահա, հասկացա։ Կատարվեց, վերջացավ։ Понятненько։ Հա, ու ռուսերեն շատ քիչ բայեր կան, որ չունեն այդ совершенный, несовершенный вид, մեծ մասը ունեն։ Հասկացա։ Հա։ Օրինակ ասում ենք օրինակ, կա որ բայերը լրիվ տարբեր են, հա, սկազած գավառից։ Փոխում են այսինքն։ Կա որ բան են, օրինակ комментировать, прокомментировать։ Типа прокомментировать это конкрет, հա, ինձ կոնկրետ իրավիճակի համար, որ օրինակ я прокомментировала это, типа հստակ է կապա, մի անգամ կոնկրետ ինչ-որ բան մի անգամ անում ենք։ Արեցինք, իսկ կամինցի, я всегда комментировал։ Հա, այդ արդեն մեկից ավել անգամ։ Հասկացա։ Դե հիմա դու ասա, ես փորձեմ։ Դե օրինակ պայծի խայծից։ Հա, նկատեմ դու ասա, ես ասեմ այն մյուս ձևը։ Որն է совершенный, որը Հələ մի հատ նորից ասա։ Պայծի խայծից։ Պայծին այդ совершенный-ն է։ Այո, որտեղ մի անգամ։ Հա, խայծիցը այդ նիսավիշ։ Я ходил, արդեն մեկից ավել անգամ էր։ Հիմա դու մեկ ասեմ, մյուսը ես ասեմ։ Ես ասեմ։ Լավ, օրինակ рассказать. Рассказывать? Рассказывать. Բայց ճիշտ ասեցի։ Իսկ рассказать որն է, совершенно не Рассказывать совершенный, да, рассказать несовершенный։ Դա հիմա մի հատ օրինակ բեր։ Я рассказываю тебе. Չէ, անցյալով։ Ներկայում Я рассказал, օրինակ, интересную историю. Я рассказал, это совершенный, да. Բացի несовершенный։ А да има схалеву. Իսկ я обычно рассказываю о себе. Я рассказывал, най ներկայում ռուսերեն մի հատ настоящее время ունի։ Ներկայում դու չես տարբերելու իրանց, այսինքն Հա, պետք է անցյալում լինեմ։ Ներկայում միշտ несовершенный вид է։ Ոնց որ հայերեն անկատար ներկա են ասում, այսինքն միշտ несовершенный видի գլագոլներն են օգտագործում։ Հասկացա։ Անցյալում ու ապագայում։ Նոր ինքը Արդեն դրսևորվում է։ այո, ու ըստ դրա բան է լինում, հա, անդեկա վերջը, չեմ ուզում շատ։ Հա, դասա անցկացնում։ Լավ, օքեյ, նորից փորձենք։ Օրինակ обдумать։ Обдумывать. Обдумать։ Я обдумал это совершенный, да? Այո։ Я обдумываю. Типа, это не обдумывала. Это несовершенный. Несовершенный, то есть больше одного раза, չէ՞։ Многократный։ Окей, это։ Չէ, մի քանի հատ պետք է ասես, ես էլ լավ չի տպվել մոտես։ Ոյ։ Սենց զսվեցնում եմ խորիկին մեկ-մեկ։
Резать. Я резал, это совершенно. Че? А у меня Ха, просто- несколько я. раз. Ха, окей, ля. Ты Резал. Порезал? порезал. Ты մի անգամվա գործողություն։ Ահա։ Ահա։ Հա, արտաշես ջան։ Սիրուն է, շատ Ճիշտ է, սիրուն է։ բան է լիպիցի անում, բերում է մեկ-մեկ ցույց է տալիս մեզ։ Okay, դու շարունակի, բալես, մենք հետո կնայենք։ Մի քանի հատ էլ Высказать. Օրինակ։ высказал это մի անգամն է, сказать это высказать Էլի վույով է սկսում։ высказывать. Ага. Это արդեն, Ага. то есть я высказал свое мнение, я всегда высказывал свое Ага. мнение. Это մեկից ավել անգամն է։ Էլի Հա, խոր չես տեսնում, որ սխալվում եմ դեռ։ Պիտի հասկանամ լրիվ։ լավ։ Օրինակ Կվճարեմ ես տասի համար, էլ մի տենց դες թանկացրեք։ հələ բապտի վճարը չի քնա վճարը չկաս։ Հոցանունդը չի, հա։ Դե հասա կյանքս։ Լավ, օրինակ մի րոպե։ Եղեք, դուք էլ եք դասի մասնակցում։ Օրինակ պատումից։ Я подумал, это однократно. Думаю. Думать, էլի։ Դու մեծ է մնակ։ Многократно։ Շատ անգամ մեծ մասամբ։ Ну ոչ միայն, բայց տենց է լինում։ Однократнին ունենում է բան, приставка։ Հա, հասկացա։ Այսինքն Նախածանց որոշ, ահա։ Բայակատ նախածանց ալվել։ Եվս 3 օրինակ եւ վերջ։ Լավորնա приставка։ Ցավմա քիթդ։ Չէ։ Օրինակ любить։ Любила. Типа один раз. Полюбить. Полюбить։ Որն է один, որը больше одного։ Մի րոպե։ Полюбить один, մի անգամ։ Полюбить, տեսելի по Пон, ага. приставкам կա։ Իսկ любите սովորական։ Ну, Больше одного раза. Смотреть։ посмотреть. Ага. Это завершенный, совершенный вид. Որը։ Посмотреть. Ага. И смотреть несовершенный. Նիսարշենի։ Ոնց որ արդեն հասկանում եմ։ Մի հատ էլ։ Հենց եմ սիմ որ հետս պարապում եմ, բայց դե զորով սենց խնդրվում եմ։ Սենց է էլի որ եմ ասում կոշկակարի կոշիկը ծակա, հիմա էս է։ Պետք է խնդրեմ որ մի երկու դաս անի հետ։ Լավ։ Встать։ Вставать. Это однократное. Совершен. Որն է однократный։ Встать եւ вставать։ Вставать մի անգամն է, встать. Я встал. Вставать. Ха, лав, встала մեկ անգամն է, вставать. Я каждое утро вставала, типа. Это банно, неоднократно. Всё, պատրաստ։ Նայ ասում եմ որ գնալ, յախ։ Не նավյու։ Բան արի։ Ոչ մի վճար չեմ տալու ձեր այս դասի համար, սա թերի դաս է։ Սենց բան է։ Վճար փախնեք վճարի։ Ճուտոներից քնի ժամի դեռ մի քիչ կա, խաղ ենք խաղում միասին։ Այստեղից պահում ենք ինչ որ գույնի շարիկ ու կալիչիստվան ենք պահում, օրինակ դեղին շարիկ 5 հատ։ Ու երկուսով փորձում ենք գուշակել, թե որ շարիկն են պահել ու քանի հատ։ Հետո մյուսն է պահում։ Մտածել ես Արտաշես, իսկ թվում է դու ընտրել ես կարմիրը 3 հատ արծի։ Դա դու ինչ ես կարծում, որ գույնն է ընտրել Արտաշեսը։ Կապուտ։ Ահա կապուտ։ Եվ քանի հատ է։ Так։ Որն է ճիշտ պատասխանը։ Ոչ մեկինը։ Մենք սխալ էինք գուշակել, իսկ որն էր իրականը։ Այդպես ստա։ Շատ դժվար է, իրա։ Այս։ Ու մի հատիկ է, ի՞նչ բան։ Սիրտը Нет, аккуrat. Կա դրանից երկու հատ, ինքը вообще-то брак է իրականում, ոչ թե։ Не, по-моему, красиво. Ну, красиво, но это на самом деле брак։ Հիմա դու Մտածել եմ։ մտածել ես։ Ակալիչիստվան մտածել ես քանի հատիկ։ Հա։ Ինչ եմ մտածել եմ, խաղում եմ։ Խաղում է, ի՞նչ է մտածել, արծի, չես հասկանում, որ մտածել է գույները ու լավ, давай я выбираю. Давид. Ага.
3 հատ արանժևի Դավիթ։ Բացի Արտաշեսի վաղվա նասկիներն եմ դրել այստեղ դպրոցի։ Երեխեք ջան, իմ առաջին դասը ավարտվեց, առաջին դասը ռուսերենի դասն էր։ Ես вообще շատ եմ սիրում ռուսերենի դասները, իմ համար սպլաշնոյ հաճույք է, մեր դասախոսին եմ հավանում։ Սենց գիտեք ինչ տիպի, այն որ չոր տուպը սենց ինֆորմացիա չի հաղորդում, քննարկումներ ենք ունենում, սենց ֆիլոսոֆիա ենք ինչ-որ մեզ թույլ տալիս, հոգեբանական նյուանսներ, բան ու տենց ավելի հետաքրքիր է։ Հիմա մյուս դասն է գալիս, մյուս դասը 11-ից է, այն որ ասում եմ միացես թույն արանք կա մեջտեղը, սուրճ խմելու համար։ Իդեպ, ես երեք ինձ նոր հիացա, որովհետև չնայած նա որ Խոյենը 2 տորտիկ էր ինձ բերել, ես մեկը կերա, իսկ մյուսը թողեցի այսօրվա, դա իմ համար այո հաղթանակ է, այո։ Ի խոսքով ոգևորված եմ իրականում, բայց ինչից վրա չգիտեմ։ Երեխեք ջան, ինձ մոտ սուրճի ժամն է, ինչպես արդեն ասեցի, այս արևոտ հավես խոհանոցում բացառիկ հաճույք է սուրճ խմելը։ Ես ունեմ կես ժամ։ Ես չունեմ։ Մի նկարի Ես վիդեոս։ նույն մաստից չունեմ։ Ես ծածկում եմ կոզերով։ Չունես 7։ Դե քաշի, Ինչով եք խաղում։ Այդ վերջում են քաշում, այս վրայից։ Հիմա ես եմ գալի։ Էս էլ մեր պապան։ Դուրս եկանք մանգալու դասից հետո Դավային անգամ վայներցայով ասում է, բա ինձ չես տանում մանգալ։ Դա մենք ման են գալի, թող պապան գնա։ Ասացի լավ, մի քիչ դուրս հանեմ։ Հա, գնա։ Արդեն զգացվում է, որ ամառ չի։ Դաշը մտածում էի դավը կարող է կարճաթևով մրցի, բայց չէ, մրցելու եղանակ չի, ուղղակի արդեն այն ամառվա շոկն էլ չի։ Կյանքը շատ առաջ մի ինգի մամայից դժվար հանձնարարություն ենք ստացել, պիտի խմբով անենք, խմբային աշխատանքի պես մի հետազոտություն պիտի անենք, հոգեբանական որևէ թեմայով, ինքը բարդ բան է, բայց դե իրոք կհանենք։ Ամենադժվարը թեման ընտրելն է։ Դավս ընկավ, ծնկիկները քերեց, բայց իմ ուժեղ տղան, չէ, դուք չի հետո հետ նստի, բայց դա մի հատ չլացեց։ Ասում եմ ող, տենց է, մա մի րոպե, յանի կենտրոնանամ, որ չցավա, չլացեմ։ Ու տենց իրան հաղթարեց, գնանք տուն լվանքի հարկես, աղ վրան ավազա։ Սաղ ուժով։ Էլ ես շան հոտ է, ես գետարից ես ինչ հոտ է գալի, կաշմար։ Երեխեք ջան, այստեղ ես ճաշապատրաստում եմ անում, մինչև Արտաշեսը դաս է անում։ Լոլիկով ձվածեղն եմ սարքում, արդեն սարքել եմ կարագով շատ համեղ կարտոֆիլ տապակած եւ կուկուրուզ եմ խաշել երեխեքի համար։ Այսօր Սուսիկը ուղարկել էր, առել էր այդ կուկուրուզները, ես խաշեցի, սիրով կերել են արդեն այդ։ Խորենն էր վերադարձել, մի քանի բաներ գնել, այս մեծ տուփով իրա սուրճն ա բերել, ծիթապտուղ, այստեղ բերել ա թթվասեր եւ կաթնաշոր, թթուվարունգի սիրահարեն, խորենն ու երեխեքը ես տեղ չեմ ուտում։ Այսպիսի մի բան Արտաշեսի համար որպես պիրիկուս, այսպիսի բաներ, այս խորենն ա ուտում, դասերի արանքում մեկ-մեկ որ ժամանակ չի ունենում ճաշ ուտի, sense մի բան գցում ա ստամոքսը, այս էլ երեխեքն են սիրում, մենք էլ ենք սիրում պանիր, սուրճ, լավաշ, թաց անձեռոցիկ, գիտագդալի։ Այսպիսի գնումներին պաղպաղակը բաղբամ եկել, այսօրվան արդեն սուրճի հետ կերել եմ։ Արտաշեսի աշնանային սառոճկան եմ արդեն հագցում, այս սառոճկան մեր այդ աղջիկներից մեկի խանութից եմ վերցրել, իվենտներից մեկի ժամանակի ենք ծանոթացել, այնքան փափուկ կտորը, ոչ թե այն ձեր մացած կապրոնովինը վիզուալ նման է, որովհետև այլ շատ փափուկ կտոր է։ Եվ իհարկե Արտաշեսը պատրաստում է դպրոցին, ես ու Խորենը Արթուն ենք, դավաց գիշերը անհանգիստ էր, դրա համար գտե 4-ից արթնացել եմ, խորիկն էլա շատ քիչ քնել, գտե 7 քանիս էլ ինքն էլ վեր կացավ։